24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մեկ շաբաթից քիչ է մնացել ընտրություններին, կարող ենք կանխատեսում անել, թե ինչ փուլով մենք կհասնենք ընտրություններին, արդյոք լարվածություն կլինի, թե ոչ, արդյոք անկանխատեսելի իրավիճակներ կլինեն եւ ինչպես է գնահատում քարոզարշավը։ Միանգամից շատ հարց տվեցիք Էլինե ջան, ես երբեք որևէ տեղ կանխատեսում չեմ անում։ Ես ոչ գնչուհի եմ, ոչ սուրճ նայող։ Բայց ինչ եք կարծում, ինչպես անցավ քարոզարշավը այդ դեպքում։ Նայելով այս մի քանի շաբաթների քարոզարշավը, որ ընթացավ։ Գիտեք, քարոզարշավը ինձ ավելի շատ հիշեցնում է Comedy Club, քան լուրջ քարոզարշավ։ Այդտեղ իհարկե նաև երևի թե կան համաշխարհային տրենդեր էլ, եթե հաշվի առնենք տարբեր երկրներում տարբեր քարոզարշավներ եւ լիդերների պահվածքը այսօրվա ես նկատի ունեմ, ենթադրում եմ, որ դա միգուցեև տրենդ է։ Պարզապես տեղեր կան, որտեղ քաղաքական գործիչները ծաղրածու են խաղում, տեղեր կան, որտեղ քաղաքական գործիչները ծաղրածու են, այդ տարբերությունը շատ մեծ է, որովհետև մենք եթե խոսենք օրինակ սկսած դեռ 30 տարի առաջ, չգիտեմ, շատերը երևի չեն հիշի, թեև հետո նրան տեսել են խոսքը Ժիրինովսկու մասին, Ժիրինովսկին դա լրջագույն քաղաքական գործիչ էր, բայց ինքը ծաղրածու էր խաղում, ի սկզբանե, առաջին իսկ օրվանից իր քաղաքական գործունեության։ Նման դրսևորումներ ունի նաև Թրամպը, բայց օրինակ ես կարծում եմ, որ Արգենտինայի նախագահը հենց ինքը ծաղրածու է, ոչ թե ծաղրածու է խաղում։ Մեզ մոտ էլ կան, որ ծաղրածու են, ոչ թե խաղում են։ Խաղացողներ էլ կան իդեպ։ Եթե անդրադառնանք ընդհանուր այս նախընտրական կամպանիային, ամենահետաքրքիրը ինձ համար եղել է բոլորին դեմ եմ շարժումը, որովհետև փաստացին ու կուսակցությունը, որովհետև փաստացի մինիմալ ֆինանսական հնարավորություններով իրենք հասել են մաքսիմալ ճանաչելիության։ Դա այսօրվա տեղեկատվական ֆորմատով, երբ բոլորը ունեն հնարավորություններ, երբ դժվար է հասնել, գտնել լսարան, որովհետև դու չգիտես այդ լսարանը հեռուստատեսություն է նայում, YouTube է նայում, սոցիալական ցանց է նայում, որ սոցիալական ցանցն է նայում, թե կայքերից է օգտվում, այս ամեն ինչի մեջ, այս բազմազանության մեջ հասնել նման հաջողության ճանաչելիության առումով, ունենալով փաստացի զրոյական ֆինանսական ծախսեր, պարզեկան այնտեղ Սպայդերմենի մասկեր եւ այլն, բայց դա հավատացեք, դա ծախս չէ։ Դեքուզ եթե անլուրջ են նրանց վերաբերում, միևնույն է աշխատում են, իրենք ծաղրածու են խաղում, իրենք քաղաքական, թեև թվում է թե նոր են, չնայած Միքայելը Նահապետյան բավականին արդեն փորձառու է, նրանց մեջ կան նոր գործիչներ էլ, բայց իրենք դա անում են ֆանտաստիկ կրեատիվ։ Իսկ Փաշինյանի կիրառած տեխնոլոգիաներից ինչ կասեք։ Այդ խոսույթը ոչ միտումնավոր կիրառում է։ Ճենջի հոտ է գալիս։ Ձեթի, չգիտեմ, յուղի։ Այս սպառնալիքները, որ հնչեցնում եք, սատկացնեմ, կկզսնեմ։ Ասում են իր լսարանին հաճելի է, դա իր լսարանի համար է ասում, որովհետև այդ մարդիկ էլ են իրեն մոտեցնում, ասում վարչապետ ջան, դրանց կզծրու, այս արա, այն արա, երբ ես անելու։ Ես ասեմ, որ ցանկացած ուժ իր լսարանի համար է աշխատում։ Ես կարծում եմ ուժերը մոտեցել են նախընտրական պայքարին արդեն մոտավոր ունենալով, իրենց ընտրազանգվածի պատկերը եւ գրեթե բոլորը Հայաստան դաշինքը իր ընտրազանգվածի համար է աշխատում, ուժեղ Հայաստանը իր ընտրազանգվածի համար է աշխատում, շատ լավ է աշխատում Գագիկ Ծառուկյանը իր ընտրազանգվածի համար,
Հայկը Մարության իր ընտրազանգվածի վրա է շատ լավ աշխատում։ Ուզում ասեմ, այստեղ բոլորը գտել են իրենց ընտրազանգվածին եւ շատ հենց իրենց ընտրազանգվածի համար են աշխատում։ Այլ խնդիր է, թե ով նրանցից կկարողանա ավելի իներտ զանգվածին ներգրավել process-ի մեջ։ Ես կարծում եմ, որ գոնե բոլոր տվյալները, հա, թեև ես բազմիցս ասել եմ, որ ես սոցիոլոգիական հարցումներին քիչ եմ հավատում, վերապահումով եմ վերաբերվում, բայց կա մի թիվ, որը բոլոր սոցհարցումներում, ընդ որում վերջի 6 ամսվա արածը եթե նայեք, համընկնում է բոլորի մոտ։ Դա մասնակցությունն է եւ այդ մասնակցության թիվը բոլորի մոտ սկզբից ավելի քիչ էր, հետո գնալով բարձրացավ, հիմա բավականին բարձր ցուցանիշ են ցույց տալիս բոլորը մասնակցության։ Դա երևում է նաեւ զուտ անձնական շփումներից, հա, երբ որ մարդիկ, ովքեր ընդհանրապես անտարբեր էին, այսօր ասում են, որ գնալու են ընտրության։ Այս առումով ես կարծում եմ շատերի մոտ ստացվել է ներգրավել մարդկանց ընտրական process-ի մեջ։ Ինչպես պետք է ներգրավել, օրինակ, կամ հետաքրքրություն այդ արթնացնել։ Ֆլեշ մոբերը միայն բավարար են։ Այսինքն ինչ կայծ պետք է լինի, որ մարդու մեջ այդ հետաքրքրությունը առաջանա, մտածի, որ ինքը գնա, որ ինչ-որ բան փոխի։ Ես չգիտեմ ոնց են արել, բայց ստացվել է, ասում եմ։ Եթե, իհարկե վերջնական մենք կիմանանք ամսի 8-ին, երբ կամ ավելի շուտ դա կիմանանք արդեն ամսի 7-ին։ Հա, երբ ժամը 8-ին փակվեն բոլոր ընտրատարածքները, արդեն 2-3 ժամ հետո կասեն մասնակիցների քանակը։ Այդտեղ մենք կիմանանք ինչքանն են մասնակցել, քանի տոկոսն են մասնակցել։ Բայց ես կարծում եմ այնինչ արել են, դա հետաքրքրությունը կարողացել են գրգռել մարդկանց եւ բերել ներքաշել process-ի մեջ։ Իսկ իշխանափոխության հոտ դուք առնում եք, այսպես ասած։ Գիտեք, ես ոչինչ չեմ բացառում։ Սա քաղաքականություն է։ Ես միշտ ասել եմ, որ մարդկանց, ովքեր բոլոր ժամանակներում, խոսքը այսօրվա մասին չի, որ ասում էին, դե հնարավոր չի, դա բանա, իշխանությունները էս կանեն, կամ ոչ մի բան էլ չի փոխվի։ Մենք մի սերունդ ենք, ես դա բազմիցս եմ ասել, չեմ թաքցնում, հիմա էլ եմ կրկնում։ Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում եւ եթե 84-85 թվականին մեզ որևէ մեկը, իսկ ես այդ ժամանակ արդեն ուսանող էի, ասեր, որ Խորհրդային Միություն չի լինելու, փլուզվելու է, մենք կմտածեինք, որ այս մարդը հոգեկան հիվանդ է։ Բայց ընդամենը 7 տարի հետո Խորհրդային Միությունը փլուզվեց։ Եթե 95-6 թվականներին ասեին, որ ՀՀՇ-ն չի ունենալու իշխանություն, Վանո Սիրադեղյանը չի լինելու Հայաստանում, այդ մարդուն առնվազն կսկսեին ձեռ առնելով բուլինգի ենթարկել։ Եթե 99 թվականի գարնանը ասեին, որ Վազգեն Սարգսյանը այս կամ այն կերպ չի լինելու, ոչ մեկի մտքով դա չէր անցնի բնականաբար։ Նույնը եթե 18 թվականին չեմ ասում շատ շուտ, 18 թվականի մարտին ասեին, որ բան է փոփոխվելու եւ ասում էին, հա, բոլորը որ նույն Նիկոլ Փաշինյանը սկսեց այդ բանը, ոչ մեկ չէր հավատում։ Ուզում ասենք մենք մի սերունդ ենք, որ ամեն ինչ տեսել ենք եւ ես ոչինչ երբեք չեմ բացառում։ Իհարկե այսօր պարզ է, որ հավաքական ընդդիմության հնարավորություններով հնարավոր է իշխանափոխություն։ Ես չեմ ասում, որ դա այդպես էլ կլինի։ Թեև շանսեր ունեն ամեն դեպքում։ Թեև շանսերը փոքր չեն։ Իսկ իշխանությունը տեսնում է վտանգ, դուք կարծում եք այդ առումով, թե իսկապես այն ինչ որ իրենք ասում են, այդպես էլ մտածում են, որտեղ Փաշինյանի 65% դեն է ստանում։ Գիտեք ոնց է, եթե դուք հիշեք, ես միշտ սիրում եմ համեմատության մեջ մարդկանց, հա, դնել։ Հիշեք 21 թվականի Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարը։ Մաքսիմալ նրա բանը որ արեց, դա հանեց մուրճը։ Բայց չկար որևէ ջղաձգում
չկար նման բառապաշար, չկար նման ռետորաբանություն եւ չկար նման ճվճվոց ձայնի Չկային մարդիկ, նյարդային։ որոնք արձագանքեն այնպես, ինչպես հիմա։ Այո, եւ չկային եւ այդ մարդիկ։ այսօր եթե չզգան այդ վտանգը նման ձևով չի լինի, որովհետեւ մարդկային այդ տեսակը այդպիսին է, տեսեք, թեև բոլորը ասում են, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ առանձին շփման մեջ բավականին ոնց որ թե ուրիշ մարդ է լինի, հենց 5 հոգի մարդ է տենում այդ էներգիան, հա, այդ ամբողջի էներգիան ոնց որ իրան ավելի գրգռի ինքը դառնում է այդ նման, բայց նույն 21 թվականին էլ կար այդ ամբողջը ու կարծեք թե ինքը այդպես ագրեսիվ չէր։ Միևնույն է, այդ վախը իշխանությունը կորցնելու հիմա կա ըստ տրամաբանության 21 թվականին, հա, պատերազմից հետո պարտված որևէ նախադեպ չունի նման բան, որ պարտված ղեկավարը կարող է մնալ իշխանության վերընտրվել ավելին, այնուամենայնիվ դա եղավ։ Եվ ինչպես նկատեցինք, նաև ժողովրդի արձագանքը այդպեսին չէր նախկինում 2021-ին, եւ սա անակնկալ էր իր համար, ինքը չէր սպասում, որ մարդիկ կմոտենան եւ չեն ընդունի այն ամենը, ինչ եղավ Արցախի հետ, որովհետեւ մարդկանց մեծ մասը ովքեր մոտենում են, 90%-ը Արցախի թեման է, զոհերի թեման է, զոհված զինծառայողների ծնողներ են, այս ամեն ինչին ինքը առերեսվեց, իհարկե առերեսվեց, ինքը առերեսվեց հատկապես Երևանում ինքը ինձ թվում է չէր սպասում։ Կարծում եմ բնականաբար թե հատուկ ծառայությունները, թե այլ ծառայություններ վստահ եմ, որ նրան տված կլինեին տվյալներ, հա, որ օրինակ իր վիճակը մարզերում ավելի լավ է, քան Երևանում։ Բայց գիտեք, մի բան է, երբ դու թղթի վրա ինչ որ թվեր ես նայում, մի բան է, երբ դու անձամբ դուրս ես գալի եւ քո կաշվի վրա զգում ես դա։ Դրանք տարբեր բաներ են։ Ու Երևանը կարծում եմ բավականին մեծ անակնկալ էր իր համար։ Անգամ այն պարագայում, որ վստահ եմ ինքը գիտեր տվյալները, որ Երևանում այդքան էլ լավ չէ։ Դե քաղաքապետի ընտրություններն էլ կարող է չափորոշիչ լինել որոշ։ Դե հա, հասկանալի է։ Իսկ առհասարակ չեք կարծում, որ հանգիստ ենք գնում ընտրություններին, թե այդպես չէ։ Չնայած ձերբակալություններ, կալանավորումներ, ձայնագրություններ մշտապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում, բայց ամեն դեպքում չէ, հանգիստ չենք գնում։ Չեն գնում։ Չէ, հանգիստ չի։ Այլ հարց է, որ հա, առայժմ որևէ փողոցային բան չկա։ Եվ ինչու՞ չեղավ, որովհետև ասում են պետք է փողոցը աշխուժ լինի, որպեսզի Փաշինյանը չկարողանա անակնկալներ մատուցել մինչև ընտրությունները։ Փողոցը աշխուժ էր հենց այդ ձևով։ Նախընտրական կամպանիայի ընթացքում էր աշխուժ, դուք ինքներդ նշեցիք, որ դուրս էին գալի, հա։ Ես կարծում եմ իշխանությունները մի քանի տեղ չհասան իրենց ուզածին, հա։ Նախ չկարողացան ձևավորել այն վախի մթնոլորտը, որը ուզում էին ձևավորել, մարդկանց կալանավորելով, բռնելով, վախացնելով եւ այլն, որը իրենք կցանկանային։ Չեղավ այդ վախի մթնոլորտը եւ մարդիկ այնուամենայնիվ արտահայտվում են, դուրս են գալիս, ամեն ինչ էլ ասում են։ Շատ դեպքերում երկրորդը ես բայց ներողություն ըստ տեղեկությունների հասցեներով հետո գնում են մարդկանց։ Եթե նույնիսկ պատշգամբից նայում են եւ Փաշինյան ինչ որ բան են ասում, հետո նրանց հետևից են գնում։ Ճիշտ է, գնում են, բայց անգամ դա չի վախեցնում, չէ՞, հաջորդ անգամ նույնը անել։ Ուզում եմ ասեմ, դա այդ վախի մթնոլորտը նա է եւ մարդիկ վախից էլ չեն կրկնում այնինչ անում են, ենթադրենք մեկը արեց, հետևից գնացին կամ տեղում օլորեցին ձեռքերը կամ կալանավորեցին, դրանից հետո ավարտվում է ամեն ինչ։ Կարծեք թե չավարտվեց, ընդհակառակ գնալով ավելացավ, եթե նկատեցիք։ Անգամ մարզերում դա սկսվեց ավելանալ, որը ամենա այդ առումով պասիվն է։ Երկրորդը ինչը ես նկատեցի, որ տեսեք, թեև դա կարելի է, ես օրինակ չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր շատերը, ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր ասում են ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց զբաղվում են, բայց չեմ մեղադրում այն մարդկանց, ովքեր վախում են պատասխանել սորցհարցումներին կամ իրենց կարծիքը, որովհետև հազար ու մի բան կա,
բայց այդ մարդիկ գնալու են ու ընտրեն ըստ իրենց խղճի։ Դա նորմալ եմ ես ընդունում, ես կարծում եմ մեր հասարակությունը դեռ իհարկե շատ է բացվել համեմատաբար, բայց դեռ չենք հասել այն լիակատար ազատության եւ մտքի, խղճի, որ մարդիկ իրենց հանգիստ կարողանան արտահայտել այն մտքերը, որը իրենք մտածում են։ Ինչը նորմալ է, պարտադիր չէ, որ ես եւ դուք նույն ձև մտածենք։ Բայց ինձ համար աննորմալ է, երբ մարդ վախենում է ասել այն ճիշտը, ինչը ինքը իր համար, ինքը մտածում է։ Ավելին հնարավոր է, որ Փաշինյանին մասնակցածներից շատերը նույնիսկ իրեն չընտրեն, այսինքն քարոզարշավի մասնակցածներին նկատի ունեմ, որովհետև մենք գիտենք, որ տարբեր պետական կառույցներից աշխատողներ են բերվում եւ ոչ բոլորն են, որ օրինակ Փաշինյանի համակիջներն են։ Վստահ եմ, որ այդպես է լինելու է։ Բայց ամեն դեպքում այդ տպավորությունը նրանք ուզում են թողնել, որ շատ մարդիկ կան, անգամ իմանալով, որ հնարավոր իրենց չընտրեն։ Թեև հասարակությունը դեռ շատ բաների հավատում է, հատկապես իշխանական ստերին, բայց այնուամենայնիվ ժամանակին ընտրական process-ների ժամանակ կար նման բան, որ պրիմիտիվ, որ գրիչի վրա տեսախցիկ կա, իրանք կտեսնեն, կարծում եմ նման հիմար արդեն մտքերի էլ ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեն, որ իրենց ձայնը միայն իրենք գիտեն, թե ում են իրենք տալիս, որովհետև դա հնարավոր չէ վերահսկել։ Եթե իրենք չեն բացում ցույց տալիս իհարկե։ Իսկ ինչ է կարծում, Փաշինյանը կգնա կեղծիքների թե ոչ։ Եթե ինչ որ փուլից հասկանա, որ ինչ է նշանակում կեղծիք, ախր կեղծիքները այնքան տարբեր են լինում, հա, որ այսօր շատ բաներ անհնար է անել, այնինչ արվել է նախկինում տեսել ենք։ Հա, չգիտեմ, լցոնումներ, չգիտեմ, նկարել, դա բացառում եմ ես։ Նոր տեխնոլոգիաներ, միգուցե կան, ես դեռ չգիտեմ։ Ավելի ժամանակակից է տեխնոլոգիաներ։ Միգուցե, ես դրա համար այն ինչ որ ես չգիտեմ, ես չեմ կարող ասել։ Իսկ ճնշումներ կարող են լինել։ Օրինակ նույն ընտրակեղծիկ ասելով, ոչ թե ընտրակեղծիկ, այլ այնպիսի միջոցների գնա, որպեսզի ինքը ընտրվի։ Օրինակ որոշ կուսակցությունների թույլ չտա մասնակցեն կամ չգիտեմ, կալանավորի եւ այլն, որովհետեւ ես դա երբեք չեմ բացառել, իհարկե արդեն քիչ ժամանակ է մնացել դրա համար, ես չգիտեմ երբ կարող է դա անել, հա մոտակա 3-4 օրը պետք է անի, եթե անի։ Ես քանի որ այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ, երբեք չեմ բացառել։ Չգիտեմ կանի թե չէ, բայց չեմ էլ բացառում։ Օրինակ այսօր տեղեկացել։ Բայց դա կարող է գեներացնել փողոց։ Կարող է, բայց իսկապես գեներացնել կարծում եք։ 100% կգեներացնի փողոց դա։ Բայց այսօր կաշկանդում է նրան, թող գեներացնի։ Այսքան ժամանակ ինչի՞ց է կաշկանդվել։ Բան չասեցի, ես ընդհանրապես ասում եմ կգեներացնի փողոց դա։ Ես չասեցի ինքը կաշկանդվում է դրանից։ Դեպ այսօր տեղեկություն կա, որ Արմավիրի մարզում 2 տասնյակից ավել հասցեներում զենք զինամթերք եւ թմրանյութ են փնտրում եւ այն տեսահաղարցը, որ հրապարակվել էր, երեք իմացանք մեկ անց կալանավորվել է այդ մասով, որ սպառնում էին Փաշինյանին դիմակներով այդ արցախցիների բարբարով եւ բացի այդ նաեւ Ուժեղ Հայաստան կուսակցության Կուտայքի մարզի Բյուրեղաբան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել ինչպես նաեւ տվել ընտրակաշարք, այսպիսի գործեր են բացահայտվում պարբերաբար։ Այս մասով ինչ կասեք։ Ինչ արդյունք իսկապես այդպես ընտրակաշարք է բաժանվում։ Ես արդեն վաղուց Հայաստանի արդարադատությանը ընդհանրապես չեմ հավատում։ Այնպես չի, որ ես Հայաստանի արդարադատությունով 30 տարի հիացած էի, բայց վերջի 8 տարին դա չգիտեմ ինչ է։ Ամեն ինչ է, բացի արդարադատությունից։ Պաստորեն մի քանի տասնյակից ավել մարդիկ կալանավորված են այս թեմաներով։ Հարյուրավոր մարդիկ։ Քաղաքական թեմաներով միայն Հայաստանում դրա համար էլ կրիմինալը սարսափելի է։ Դրա համար թմրանյութերը մտել են արդեն որտեղ հնարավոր է եւ անգամ անհնար է եւ դրա դեմը ոչ ոք չի առնում, որովհետեւ ոստիկանությունը զբաղված չէ դրանով, զբաղված է լրիվ այլ գործերով, զուտ քաղաքական պատվերներ կատարելով։ Ոստիկանությունը, դատարանները, դատախազները միայն քաղաքական գործերով են զբաղված։
Իսկ այդ հայտարարությունները Փաշինյանի աշխատում է պետականացնելու ամեն ինչ, որ պետականացնում է, խլում է, ժողովրդին է վերադարձնում, նույն խոսույթը ինչ 18-ին, 21-ին, չէ, 18-ին, 21-ին չի, հիմա արդեն 1918-20 թվականների խոսույթ է, բոլշևիկյան խոսույթ է, էլի, այդ այն ինչ որ պետականացնում են, կուլակաթափ են անում, առանձնատունը խլելու է տածերերին, Գագիկ Ծառուկյանի, Արա ցեմենտը ինչ ասեմ, թողանացնում ենք Գազպրոմ Արմենիան կարող ենք ազգայնացնել, դեպ այսպեսի նաև կարծիքներ են հնչում, խորհուրդներ են հնչում իշխանության այդպես մոտ աղբյուրների կողմից։ Փորձեն ես էլ ասում եմ։ Իսկ ընդհանուր փորձանք չի, փորձը։ Իսկ գործողությունները, որոնք արվում են, օրինակ Անդրանիկ Թևանյանի մասով լրտեսության բավականին ծանր մեղադրանքը այսօր ներկայացվում է, եւ առասարակ այդ լրտեսների թեման անընդհատ օրակարգում պահելով, ինչ նպատակ ունի։ Վստահությունը կորցնեն մարդիկ, որ ահա տեսեք նրանք Հայաստանի շահը չեն հետապնդում, ուղարկված են եւ այլն։ Սա է թե հետագայում գործողություններ ունի անելու եւ հիմա ես չեմ բացառում հետագանել չեմ բացառում, բայց հիմա խոսել լրտեսներից մի երկրում, տեսեք, առաջին դեպքն է Հայաստանում, առաջին դեպքն է, երբ էլ չի մնացել պետություն, որ իր սրտի թեկնածուին չասի։ Չի մնացել այտենց, այսինքն մենք ինքնիշխանության մասին են խոսում, ծիծաղելի ինչ ինքնիշխանություն, եթե ասում եմ, մնացել է երևի Բանգլադեշն ու Նեպալը ասեն, թե ում են ուզում, որ Հայաստանում ընտրվի։ Բացահայտ խոսում են։ Ինչ լրտեսների մասին են խոսում։ Բացահայտ են բոլորը անում, ինչ լրտեսներ։ Պետական կարևոր գաղտնիքներ են փոխանցել Ռուսաստանին։ Կոնկրետ Անդրանիկ Թևանյանի մասով այդ ես հասկանում եմ, ես չեմ ուզում մտնել իրավաբանական նրբությունների մեջ։ Վստահ եմ, որ այդտեղ էլ քաղաքական իհարկե մոտիվը կա, մնացած հարցերով արդեն փաստաբանները կասեն Անդրանիկ Թևանյանի։ Իսկ իսկապես աշխարհքաղաքական հետաքրքրվածությունը շատ մեծ որ կա մասնավորապես այս ընտրություններին ինչով է պայմանավորված։ Մենք 21-ի չենք տեսնում այս հետաքրքրվածությունը արևմուտքից, Ռուսաստանից։ Հայաստանը դարձրել են ցանց։ Ով ասես գալիս են ցանցնում գնում, այս կողմից անցնում են, այն կողմից անցնում են, բոլորը հետաքրքրված են։ Ասում են դրանից է, որ Հայաստանը հետաքրքրություն է առաջացնում։ Ինչ հետաքրքրություն։ Սյունիքի ճանապարհը օրինակ։ Ճիշտ է, Սյունիքի ճանապարհը, բայց ոչ Հայաստանի համար։ Բոլորի համար հետաքրքիր է, բացի Հայաստանից։ Հայաստան հետաքրքիր չի, միլիարդավոր դոլարներ չեն, 15 միլիոն է ընդհանրապես տարեկան լինելու տրիպի օգուտը Հայաստանի։ Բոլոր էքսպերտները այդ են ասում։ 15 միլիոն հասկանում եք, այդ ինչ թիվ է։ Եվ Ռուբիոյի այցը ինչի համար է դուք կարծում եք, հասկանալի է ինչի համար եկավ, բայց այդ արագ այցը Ռուբիոյի այցը ես կարծում եմ դեռ պետք է խորը վերլուծել։ Ես չեմ բացառում, որ այնտեղ ես չեմ բացառում զուտ տնտեսական կոմպոնենտների, ես նկատի ունեմ հանքերի, հանքանյութերի եւ այլն, չեմ բացառում, որովհետեւ սովորաբար նման կալիբրի չինովնիկը, այնել Միացյալ Նահանգների պետքարտուղարը 40 րոպեով գա մտնի պարզապես օդանավակայան, այնտեղ թղթուկ ստորագրի ու էլի գնա, ես չեմ հիշում նման բան, որևէ տեղ, ոչ թե միայն Հայաստանում։ Ես կարծում եմ, չեմ բացառում, որ այդ թվում նաև այդ երկրները ունեն ինֆորմացիա, որ կարող է այս իշխանությունը եւ չմնալ, եւ արագ ստորագրում են թղթեր, որպեսզի փաստի առաջ կանգնացնեն, որովհետեւ վստահ եմ, որ ոչ մի այլ ուժ, ով էլ որ գա չի հրաժարվելու, Միացյալ Նահանգների հետ ստորագրած փաստաթղթից չեն հրաժարվելու։ Եվ խոսույթով են ասել, որ շարունակելու են տրիփը։ Չէ, միայն տրիփի մասին չի խոսքը։ Միայն տրիփի մասին չի խոսքը։ Հանքերի մասին էլ կա։ Հանքերի մասին է խոսքը։ Ուզում եմ ասեմ, չեմ բացառում, որ դա հենց այդ թեման է եղել, բայց սա ընդհանրապես զուտ վերլուծական, նյութ է, քան ոչ ինֆորմացիա ունեմ, ոչ մի բան։ Ընտրություններին աջակցելու նաև փորձ է, թե չէ կարծում որ գար հասել Ռուբիոն այստեղ Փաշինյանն աջակցել։ Հայտարարությունով կսամոնափակվեց։ Վենսը եկավ հայտարարեց, Տրամպը ընդ գրեց, ուզում ասեմ, պետք չի որ Ռուբիոն պարտադիր պետքա 40 րոպեով գար, այն էլ դուրս չգար, սկի չհանդիպեր Նիկոլ Փաշինյանի հետ։ Գնար ու տենց աջակցեր, դա չէր խնդիրը։ Միանշան, այ դա կարող եմ միանշանակ ասել, որ դա չէր խնդիրը։
Իսկ Եվրամիության աջակցությունը ինչ-որ բան կարող է փոխել։ Այդ արձագանքման խումբը, որ եկել է Հայաստան եւ առասարակ նրանք ինչ-որ սցենարներ, պլաններ ունեն մշակված, եթե Փաշինյանը տեսնեն չի անցնում։ Կարծում եմ ունեն, բայց ավելի շատ եթե չի անցնում, Եվրամիության պլանները կախված կլինեն ավելի, այսպես ասած, պահեստային խաղացողների վրա, քան արդեն Նիկոլ Փաշինյանի, եթե չանցնի։ Բայց կան այդպիսիք։ Արտահայտված գոնե չենք տեսնում։ Վստահ եմ, որ կան։ Իրենց թիմից։ Դուք էլ վստահ, իրենց թիմից էլ, այլ թիմերից էլ։ Այլ թիմերում էլ կարող են ունենալ։ Նույնիսկ կարող են ունենալ եւ անհատներ այլ թիմերում, եւ հենց թիմեր կարող են ունենալ։ Դա նորմալ է։ Ցանկացած հատկապես այս պայմաններում, չէ, նորմալ է այդ երկրների համար, աննորմալ է Հայաստանի համար։ Իսկ Ռուսաստանի հետ ինչ իրավիճակում ենք հայտնվել։ Ձեզ համար ընկալել է մենք իսկապես լարվածության նոր փուլ ենք մտել, թե ամեն ինչ հնարավոր է հարթել։ Չգիտեմ։ Մինչև դեկտեմբեր ժամանակ ունենք, աստորեն որոշում կայացնելու։ Հա, ունենք ժամանակ մինչև դեկտեմբեր։ Ես կարծում եմ ռուսները ինչպես միշտ, քանի որ ռուսները փափուկ ուժը դա ռուսներինը չի, ռուսները երբեք փափուկ ուժով չեն խոսել։ Ռուսները ավելի այսպես կացնային, հա, ասես տապոր վիճակ, հա, եւ հիմա էլ են նույնը անում, հա, թեև մինչև դեկտեմբեր տալիս են, բայց ասես տապոր, փագեք էս ծիրանը, այն վարդերը, ջերմուկը, գինիները, կոնյակները, ես կարծում եմ այդ process-ը կշարունակվի։ Ինչ ռեակցիա կտա դա հասարակության մոտ։ Բարդ է ասել, որովհետև այնուամենայնիվ այնպես չի, որ Ռուսաստանը դրանով կարող է հասարակությանը լարել միայն իշխանությունը, այդպեսով կարող է հասարակությանը լարել նաև իր դեմ։ Որովհետև երկու կարծիքներ հնչում են, մեկ ասում են Փաշինյանը օգտին է։ Ես վստահ եմ, որ նայել կլինի, նայել կլինի։ Նայել կլինի, նայել կլինի։ Այստեղ խնդիրը նրանում է, թե որ կարծիքի տեսակարար կշիռը կգերակշռի։ Սա է խնդիրը։ Բայց կոնկրետ գործողություն թեև քանի դեռ սեփական կաշվի վրա չեն զգում, դա մեկ այլ իրավիճակ է, երբ սեփական կաշվի վրա զգան, լրիվ այլ իրավիճակ կարող է լինել։ Կարող է չէ հաստատ այլ իրավիճակ։ Երբ տնտեսության վրա ազդի արդեն։ Դե տնտեսության վրա հիմա կոնկրետ փաստորեն չեն թույլատրում ապրանքներ, որ մտնի Ռուսաստան։ Տնտեսության վրա շատ արագ կազդի։ Մարդկանց վրա, չգիտեմ ինչքանով արագ կազդի գրպաններին, բայց վստահ եմ, որ մրսելու առումով այս ձմեռ կարող են եւ շատ մրսել։ Գազը թանկանա, այսինքն։ Չեմ կասկածում մի վարյան։ Այսօր Փաշինյանն ասում էր բիբարը թանկացնում են, բիբարը չեն թողնում, որպեսզի արտահանենք, որպեսզի մենք դրա վրա կենտրոնանանք եւ ասենք կարևորը բիբարն է, ոչ թե խաղաղությունը։ Դե օրինակ բիբարը բերեց օրինակ, նկատի ունի ամբողջ տնտեսական։ Գազարը կարար բերել, պերաշկին, կուկուրուզը, ինչ ասես կարար օրինակ բերել, ես դեմ չեմ։ Կարևորը պերաշկին է իհարկե, ոչ թե խաղաղությունը։ Բայց ինչու ընտրություններից առաջ մի անգամից կարծում եք այդ արձագանքը եղավ իրենց կողմից Ռուսաստանից։ Որովհետև մենք նոր չենք այդ օրենքը ընդունել։ Քանի ամիս է, կես տարուց ավել է այդ օրենքը ընդունվել է Եվրամիություն գնալու։ Եվ հետո հանկարծ մի անգամից տեսանք, իհարկե իրենք ներկայացնում են Զելենսկու հայտարարությունները, բայց ամեն դեպքում ես կարծում եմ նորից եմ կրկնում, Ռուսաստանը ինքը չունի փափուկ ուժ, չունի փափուկ կերպով, ինքը այսպես կարող է հետո այնտեղի համակարգը ինքը բավականին դինոզավրոտ համակարգ է։ Այն չինովնիկները, ովքեր աշխատել են Հայաստանի հետ, վստահ եմ, ասել են ամեն ինչ նորմալ է, որովհետև այստեղ տալ առնել եւ այլն, ու ֆրազան, куда они денутся с подводной лодки։ Ու վերև գնացել է, որ ամեն ինչ նորմալ է։ Или куда они денутся с подводной лодки։ Մենք էլ ինչ-որ պահի հասկանում եմ, որ այդպես չի։ Նախ կարող են եւ այլ ճանապարհներ գտնել, երկրորդը այո, կարող են բերել այստեղ բավականին լուրջ ֆորում, որին կմասնակցի նաեւ Զելենսկին։ Դա պարզ է, որ Զելենսկին ինքը գրգռիչ էր շատ ռուսների համար։ Զելենսկի ոչ միայն գտնվել, այլ հենց հայտարարությունները։
եւ գրեթե չի կասկածում, որ ռեակցիան լինելու է նման կերպ կայծակնային։ Հիմա ԵԱՏՄ-ից կհանեք։ Դրա մասին գրել եմ։ Այդքան արագ չէի կարծում, որ կպատասխանի։ Չէ, գրել եմ, որ շատ արագ է լինելու։ Ես մինչև գալը գրել եմ։ Երբ որ իմացա, որ Զելենսկին գալու է, ես դրա մասին Facebook-յան իմեջում գրել էի։ Եվ փաստորեն երեք զանգել Պուտինը շնորհավորել էր Փաշինյանին եւ նշված էր հայտարարության մեջ, որ ակնկալվում է առաջիկայում հանդիպում, չգիտեմ, երբ է լինելու այդ հանդիպում, միջև ընտրություններ հավանաբար դա չի լինի։ Ամեն դեպքում ավելի առարկայական փուլ է ավելի շատ կզգուշանայի այդ շնորհավորից, քան կուրախանայի։ Կարծում եմ ինքն էլ է այդպես մտածում։ Ինչու՞։ Դա էլ արդեն հրաժեշտի շնորհավորանք չգիտեմ, ինչի շնորհավորանք էր։ Շնորհակալ եմ զրույցին։ Շնորհակալ։ Զրուցում էի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։